Անցած Կիրակի սկսեցինք խոսել հոգևոր հասունության ճանապարհից, որտեղ կարևոր իրականությունն է, որովհետեւ երեխան չմնա երեխա, չէ՞, մեծանա, ոչ միայն տարիքով մեծանա, այլ իրապես իմաստությամբ, սոցիալական հմտություններով, հա։ Միջավի եկեղեցին ու անհատը քրիստոնյան պետք է մեծանան։ Մենք խոսեցինք, որ Պողոս առաքյալը երկու նամակ էր գրում, միևնույն ժամանակ երկու տարբեր եկեղեցիների, եփեսացիներին, կողոսացիներին եւ լաոդիկեցիներին նաեւ փոխանցելու համար ու ասում է, որ այդ նամակները կարող եք իրար կարդալ, բայց հասցեում կոնկրետ ասում է կողոսացիներին, կոնկրետ ասում է եփեսացիներին։ Այսինքն նամակները թեև շրջանառվելու են, բայց նաեւ պետք է հատուկ այդ համայնք իմանար, այս իրանց ուղված նամակն է։ Չէ՞ որ կարելի է մի նամակ գրել, ավելի ընդհանրական, ամեն ինչ ներառել ու բոլորին ասել, որ այս նամակն է Ժողովուրդ ջան, զալը չկա, մի 10 հատ նամակ գրել ամեն մեկիդ համար, գնացեք, կարդացեք, ով ինչ ուզում է հասկանա, չէ, Պողոսը շատ սպეციფիկ է գրում։ Ու այդ սպეციფիկությունը, այդ կոնկրետությունը կարևոր է մեզ, որովհետև դրա մեջ թաքնված են այն պատգամները, այն իմաստությունները, որ Պողոսը փոխանցում է, ու մեզ կարևոր է այսօր զանազանելու այդ հասունության ընթացքը, հա, հասկանալու համար։ Մի քանի բան ուղղակի հիշեցնեմ, որ տեսանք, որ տարբերություն կա երկու համայնքների մեջ, մանուկ եւ հասունի, օրինակ տարբերություններ խոսքը իմանալը, չէ, Աստծո խոսքի 5 կտականի խոսքը իմանալը, չափածները ճանաչում են, գիտեն խոսքը, մանուկները չէ, դրա համար հեշտ է մանուկներին մոլորեցնել։ Տարբեր վարդապետություններով մարդկանց կողմից հորինված։ Մանուկներին կարելի է հրապուրել նաև ոչ աստվածային հայտնություններով, չգիտեմ ինչերով, ոչ միայն որովհետև խոսքը չգիտեն, այլ նաև Սուրբ Հոգուն չեն զանազանում ու չեն հետևում Սուրբ Հոգուն, հա, Սուրբ Հոգու ներկայությունը, Սուրբ Հոգու գործը։ Ու դա երևում էր ինչու որ Կողոսացիների նամակում ոչ մի անգամ չի հիշատակված Սուրբ Հոգին, Եփեսացիներում մոտ 15 անգամ հիշատակված է տարբեր իր ֆունկցիաներով, մեր որդեգրության, առաջնորդության, լեցվելու, հոգևոր պատերազմի, իսկ Կողոսացիներում ոչ մի բառ անգամ Սուրբ Հոգու մասին, որտեվ մանուկ անձնավորությունը կամ համայնքը դեռ Քրիստոսի մեջ հաստատվել է սովորի, որից հետո առաջնորդվել է Քրիստոսի հոգով։ Բաներից մեկը, որ նույնպես տեսնում ենք, ու դա առանձնահատկություններից մեկն է, այն է, որ Եփեսացիների նամակում այդ հասուն եկեղեցում պատգամ կա, մղում կա հոգևոր պայքարի մեջ մտնելու։ 6-րդ գլխում տեսնում ենք, որ Պողոս ասում է, որ ձեր վրա առեք Աստծո բառազինությունը, չէ, հոգևոր պայքարի մեջ լինելու, նկարագրում է այդ բառազինության սաղավարտը, չէ, արդարության զրահը, վահանը, հոգուսուրը, չէ, նորից հոգուսուր, խաղաղության ավետանի կոշիկները, հոգով ամեն ժամանակ աղոթք անելով, տարբեր աղոթքներով կամ բոլոր աղոթքները հոգիով աղոթելով։ Նաև իմ համար էլ ասում է Պողոսը աղոթեք, որպեսզի Աստված ինձ խոսք տա արժանի ձևի ներկայացնեմ իր ավետարանը, որի համար այս կապերով դեսպանություն եմ անում, ասում է Պողոսը Եփեսացիներին։ Կողոսացիներին մի բառ անգամ չի ասում իր համար աղոթել, թե ինքը գտնվում է նեղության մեջ, կարիքի մեջ։ Միակ բանը վերջում մի հատ ակնարկի ձևով խոսք ասում, իմ կապերս հիշեք։ Հետ էլ ավելի շատ ոչ թե աղոթքի մաս էր, ավելի նաև թե տնտեսական, ֆինանսական օգնության, մի կերպ, բայց որ ավելի շատ առաջարկ էր, ակնարկ էր, քան թե պահանջ էր, որտեվ մանուկին չես կարող պահանջել այն ինչը չափահասը պիտի անի, հա, պատրաստ անելու։ Եվ դրա համար Եփեսացիներին խոսում է դրա մասին։ Ու այդ հոգևոր պատերազմի մեջ խոսում է սատանայի մասին։ Եփեսացիներում սատանայի հնարքներին դեմ դնել, հա, թշնամու անունն է տալիս կոնկրետ։ Մի անգամ սատանան չի հիշատակված Կողոսացիների նամակում։ Ողջ Կողոսացիների նամակի ֆոկուսը Հիսուս Քրիստոսն է։ Ոչ դևերը, ոչ հրեշտակները, միայն Հիսուսը։ Որովհետև եթե չի սկսում հոգևոր կյանքը, ճանաչողությունը Քրիստոսի ճանաչումից եւ այն ժառանգության, թե ինչ ունենք իրենում, մնացած բոլոր հարցերը պատերազմը տանուլ ես տալու, մոլորվելու ես, սխալվելու ես, որի պատճառով այսօր ցավոք
տեսնում ենք նույն իրականությունը։ Այսօրվա մեր քրիստոնեական կոչված աշխարհում ցավալի է իմ համար լինելով մարդ, որ իմ հոգևոր կյանքի սկիզբը եղել է Պենտեկոստալ եկեղեցում ու Պենտեկոստալ եկեղեցին իմ այդպես մայրական եկեղեցին է այդ իմաստով, հա, որտեղ ես մեծացել եմ, սովորել եմ, օրհնվել եմ, կանչվել եմ ծառայության, բայց միևնույն ժամանակ տեսնել այսօր ինչի է վերածվել այդ լեզվախոս քրիստոնեական աշխարհը, որ ավելի շատ շնչավոր մարդկային շնչի դրսևորման աղբանոցի է վերածվել ցավոք, եւ ոչ թե կենթանի Աստծո հոգու բնակության ու զորության դրսևորման վայրի։ Մենք ինչպես Պողոսն ասում, իմաստուն ենք ասելով հիմարացանք, հոգևոր ենք ասելով մարմնավորվեցինք։ Բայց կարևորը հետ գնալու ակունքները նորից ստուգել, նորից հիմնավորել։ Մենք նկատի չունեմ Ռեմա եկեղեցին։ Քանի որ մեր խոսքը ծառայությունը դիտարկում են հազարավոր շատ այլ մարդիկ ու նաև ծառայողներ, քարոզիչներ, հովիվներ, ու երբեմն երբ որ մի երկու շաբաթ ես չեմ քարոզում կամ չենք տեղադրում որևէ քարոզ, մեկ էլ գրում են, այս կիրակի չեք քարոզելու, չի լինելու խոսքը, ու հասկանում են, որ մարդիկ սպասում են։ Ու շատերն են, հետո նաև առիթների դեպքում խոստովանում, որ մեր ծառայությունը, խոսքի ծառայությունը մասնավորապես մեծ օրհնություն է իրենց։ Ուստի ինչ որ ես խոսում եմ, մենակ Ռեմային չեմ խոսում, խոսում եմ շատերի համար։ Նրանց ով ականջ ունի լսելու, թող լսի։ Հիմա կարևոր է այդ հասկանալու, ստուգելու մի հատ գնալու Պողոսի հետ, իր կողոսացիների նամակին անցնելու մի հատ ստուգելու է, այդ չեք անելու, չեկին անում, մի հատ հասկանանք որտեղ ենք վրիպած, որպես եկեղեցի, որպես անհատ, այդ Քրիստոսի ճանաչման իրականության մեջ, ինչն է, որ գուցե թերի ապակաս կամ լիարժեք չի ու կարիք կա ուղղելու։ Բավականին խոսեցինք անցած կիրակի, այսօր կշարունակենք այդ հոգևոր պայքարի, հա, որտեղ մենք իրականում կա այդ պայքարը։ Նույնիսկ եթե մանուկները տեղյակ չեն այդ պայքարից, Պողոս հատուկ իրաց չի անհանգստացնում դրա համար, բայց այդ հոգևոր բախումը, պայքարը կա մեր շուրջը, որի համար կարիք է հասկանալու իրականում մենք ինչ ունենք, ինչ կարող ենք ակնկալենք եւ չունենք եւ չենք կարող ակնկալել Հիսուսի մեջ։ Պետք է ընթերցենք մի հատված, սկսած Կողոսացիների երկրորդ գլխի 9-ից 15-ը։ 15-րդ խոսքը բոլորը սիրում են։ Շատ են քարոզում։ Հեսա կհասնենք 15-ին, կտեսնենք մեր սիրելի համարն է։ 9-ը սկսում է սրանով։ Նրանում կամ Հիսուսում բնակվում է աստվածության ողջ լեցունությունը, աստվածության ողջ լեցունությունը, ողջը համաձայն եք, որ ողջ է, ամբողջ է նշանակում։ Ողջ լեցունությունը մարմնապես, եթե մի անձի մեջ ողջ աստվածության լեցունությունն է, ով է ինքը։ Եթե երկուսն էլ է ասում, որ հասնեն կատարյալ ճանաչողության ճոխությանը, Քրիստոս Աստծո ճանաչմանը, որ Քրիստոս Աստված է։ Նրանում բնակվում է աստվածության ողջ լեցունությունը, բնակվելն էլ նշանակում է մշտական ներկայություն։ Դա անցողիկ եւ ժամանակավոր չի։ Հայ որ ասում են դու բնակվելդ որտեղ է, դու այսօր այստեղ դու չես բնակվում, չէ՞։ Չես կարող հավատքով դու բնակվում ես Խուլամներում, բայց ոմանք բնակվում են, բայց դու քո բնակության հասցեն ունես, չէ՞, որտեղ դու բնակվում ես, այնտեղ է քո սեփականությունը, քո պատկանելությունը, հա, քոնն է, մշտական է, երկարաժամկետ է։ Բնակվել նշանակում է, որ ինքը ունի մշտական աստվածության ողջ լեցունությունը, մարմնապես սրանում է խորհուրդը, որ ինչպես կարող է մարդ անձի մեջ լինել նաև աստվածությունը ամբողջապես։ Եթե այս համար այստեղ վերջանալ կասենք, օ Հիսուսը ինչ յուրահատուկ է ու վերջ, բայց շարունակում է։ Դուք էլ նրանում եք լցվել։ Քանի որ մենք իր մեջ ենք, իր լեցունությունը, աստվածության
բնության մեր լեցունությունն է։ Հիսուսից դուրս աստվածային բնության հետ հաղորդ լինելու իրականություն, գոյություն չունի։ Ու մենք էլ իր մեջ ենք լեցված, ով գլուխ է ամեն իշխանության եւ կառավարության։ Պողոս շատ կարճ արտահայտություններ անում, որ ամեն արտահայտությունը կարելի է ժամերով քարոզել, բայց ինքը ասած մխում է, բաներ է տալիս, ճշմարտություններ է տալիս կողոսացիներին, որոնք իրանց հավատքը ասած մեխում են, գամում են, ամրացնում են։ Այն տեսեք, որ ինչ որ երկու դետալ միասին ձգում են, չէ՞, այնց կամ զոդակցում են, հայերեն սվարկային ասում իրան, եթե տեսեք զոդողները։ Հատ այնց ամուր միացնում է։ Որով դուք թլպատվեցիք անձեռագործ թլպատությունով, Քրիստոսի թլպատությունով, մեղքի մարմինը մերկացնելով, մկրտությամբ նրա հետ թաղվելով, որով նաև հարություն առաք Աստծո զորությանը հավատալով, որ Հիսուսին հարություն տվեց, եւ ձեզ, որ ձեր հանցանքների եւ անթլպատության մեջ մեռած եք, այսինքն միևնույն մեռած եք Աստծո համար, կենթանացրեց նրա հետ, եւ մեր բոլոր հանցանքները ներեց մեզ, եւ մեր դեմ յող մեղադրական հրամանագիրը ջնջեց, դա հրամանագիրն է, որ մեկին դատում են, դատանում եւ մեղավոր են ճանաչում, դատավորը մեղադրական է գրում, չէ՞, ճանաչել ես ինչին, ես ինչ հանցանքում մեղավոր եւ իր պատիժը, չէ՞, նշա։ Այդ հանցագիրը մեր դեմ հանցագիր կար պաստորեն մեր բոլորիս համար։ Եվ որ մի օր մենք բոլորս կանգնենք Աստծո դատին, ոչ թե դատվելու համար, այլ Աստծո դատաստանին մենք կլինենք դատելու համար, որով սուրբերը կդատեն աշխարհը, մենք կդատենք մյուսներին, ու գրված ամեն մեկի կյանքի գիրքը կբացվի, եւ մարդիկ կդատվեն ըստ իրենց արածների, ինչ որ ասել են, ինչ որ արել են, եւ ինչ որ խորել են անգամ։ Եվ Պողոս ասում է մարդկանց ծածուկ սրտի խորհուրդներ անգամ ի հայտ կգա այդ օրը։ Նա, ով գլուխ ամեն իշխանության ու կառավարության, Հիսուս, իրավունք ունենա հաշիվ պահանջելու բոլորից։ Ու նրանք, ովքեր հավակնում են մարդկային իշխանություն ունենալու, պետք է իմանան, որ ավելի մեծ պատասխանատվություն են կրելու մի օր այդ ողջ իշխանությունը կրողի առաջ, Հիսուսի առաջ։ Այսօր իշխանությունը հավես խաղալիք է թվում, որի համար կռվում են, բայց ինքը ավելի մեծ դատաստանի եւ դատապարտության պատճառ է լինելու, որտեղ ողջ իշխանությունը աստվածային է, ու օգտագործել այդ իշխանությունը ուրիշ նպատակով, սեփական անձի փառքի եւ այլի, նշանակում է պատասխան տալ մի օր այդ իշխանության համար։ Ստալինին թվում էր, որ ինքը իշխանության վերջն է, գեր իշխանություն ունի ինքը, բայց ինքը ենթակա էր նախ իր վախի իշխանությանը եւ հետո էլ խեղճ մարդ եկավ ժամանակը քամին փչեց ու խոտը չորացավ մարդկային կյանքը ուր է իր իշխանությունը իր փառքը այն որ իրենց վախենում էին գեներալները դողալով մտնում էին իր մոտ որով ինքը վախեր ներշնչում, հետո իրանք էին դուրս գալիս ուրիշներին վախ ներշնչում, որտեղ ինչպիսի իշխանությունն է այնտեղ վերևում, այդպիսի հոգի էլ շարունակվում է ողջ համայնքի կամ հասարակության մեջ։ Ինչ լավ է, որ մեր գերիշխանությունը Հիսուսն է, ով գլուխը ամեն իշխանության, այսինքն չկա իշխանություն իրանից այն կողմ, իրանից վեր, ու իր իշխանությունը սիրո ճշմարտության ու արդարություն իշխանությունը, նշանակում է այն, որ իրենից գալիս է, միայն կարող է մեզ շարունակվել մեր միջոցով, եթե մենք իր իշխանության ներքո ենք, եթե դու Քրիստոսին Տեր ես դավանում, այսինքն դավանում ես իրան քո իշխանավորը, նշանակում է այդ նույնը, ինչ որ ինքը է, պիտի քո միջոցով շարունակվի, մարդիկ պիտի քո մոտ նույնը տեսնեն, ինչ որ Հիսուսի մոտ է։ Ինչպեսին դու ես, նշանակում է այդպիսի Հիսուսի ես հավատում։ Նման կարելի է շատ տարբեր Հիսուսների հանդիպել եկեղեցիներում։ Միտեղ շատ այնց կներեք արտահայտությունս,
թող տվող, տենց բառադի կներեք արտահայտությունս։ Ինչ ամեն կարևոր է, ինչ ուզում ես արա տենց։ Մյուս տեղում շատ ավելի խիստ, սխալվեցիր, քաշվար, դուր բացեցիր սատանային, ես քո հետ գործ չունեմ, սենց ասած։ Ամեն մեկի կյանքը ներկայացնում են Հիսուսին, ինչպիսին ինքը հավատում է։ Դա նշանակում է նաև Հիսուսը իմ ու քո գերիշխանությունն է։ Նշանակում է իմ ու քո կյանքում չի գործում ու չկա ուրիշ իշխանություն, քան իր իշխանությունն է։ Սա կարող մենք նույնիսկ չհավատանք լիարժեք, բայց ինքը գործում է անկախ մեր հավատքից։ Այն օրվանից, երբ որ դու իրան ընդունեցիր որպես քո Տեր, քո Փրկիչ, ինքը մեն իշխան է քո կյանքում։ Ուրիշ ոչ ոք իրականում քո կյանքը չի որոշում։ Ոչ քո ընտանիքը, ոչ քո իշխանությունը, կառավարությունը, ոչ սատանան, ոչ ոք չի որոշում քո կյանքը բացի Հիսուսից, անգամ դու չես որոշում իրականում։ Քեզ կարող սովորեցրել են, որ քեզ Հիսուսի ձեռքից ոչ ոք չի խլի բացի քեզանից, որ գիժես դու քեզանից Հիսուսի ձեռքից խլես։ Էլ ինչ ես ընկել այդ ձեռքերի մեջ, որ մի հատ էլ քեզ խլես այնտեղից։ Նա ով իրապես հայտնվել է Հիսուսի սիրո մեջ, իր ձեռքերի մեջ ու ապրել այդ ապահովությունը այնտեղի, որ սպանես այնտեղից չի գնա։ Հետաքրքիր Պողոսը բացի այդ իշխանությունից անդրադառնում է մեկ այլ թեմայի, թլպատության թեմային։ Ասում է, որով դուք թլպատվեցիք անձեռագոծ թլպատությունով, Քրիստոսի թլպատությունով, մեղքի մարմինը մերկացնելով, մկրտությամբ նրա հետ թաղվելով, որով նաև հարություն առաք Աստծո զորությանը հավատալով, Մորիսին հարություն տվեց, եւ ձեզ որ ձեր հանցանքների անթլպատության մեջ մեռած եք, նորից անթլպատություն, կենթանացրեց նրա հետ մեր բոլոր հանցանքները ներելով, եւ մեր դեմ եղող մեղադրական հրամանագիրը ջնջեց եւ հեռացրեց խաչապայտի վրա գամեց, եւ իշխանություններին եւ կառավարություններին չի ասում, որ ոստեղ երկակի խաղանում այդ իմաստով։ Եթե արտահայտությունը վերաբերվում է աշխարհիկ իշխանություններին, ինքը խնդիր կունենա կայսրի հետ, բայց ինչի միանգամից պարզ չի գրում, այն որոշ տեղերում ասում է, ես աշխարհի խավար իշխանությունների, աշխարհի խավարի իշխանությունների։ Այստեղ ասում է, որ այն իմաստով է գրում, որ երկուսին էլ վերաբերվում է։ Իշխանությունը, որը չի ճանաչում Աստծուն, Աստծո իշխանությունը, գործում է խավարի իշխանությունով։ Չկա երրորդ, չորրորդ, չգիտեմ, իշխանության ձև, կամ աստվածային իշխանությունը, կամ դիվական իշխանությունը։ Կամ իշխանությունը ճանաչում է գերիշխանին, կամ չի ճանաչում, համար ուրիշ, կամ լույսի մեջ է, կամ խավարի մեջ է։ Չկա այն միջին ոչ ենք, ոչ ենք։ Աստված ամեն ինչ կոնկրետ է ստեղծել, լույս խավար, արու եք, չէ՞։ Միշտ տարբերվում է երկինք, ջուր ցամաք, ամեն ինչ հստակ տարբերվող առանձին է։ Մենք ենք սիրում խառնենք ոչ են, որպեսզի կարողանանք մանիպուլացնենք, մանևրենք այնտեղ։ Եվ իշխանություններին կառավարություններին զինաթափեց եւ խայտառակեց նրանց վրա հաղթական հրճակում անելով իր անձի մեջ։ Միակ տեղն է, որտեղ հրճակվում է հաղթանակը, այն է ոչ մեր, այլ Հիսուսի, բայց քանի որ մենք իր մեջ ենք, ենթադրվում է, որ այս հաղթանակը մեր հաղթանակն է։ Մեզ հայտարարել են անմեղ դատարանում, ու այդ մեր մեղադրական հրամանագիրը ջնջվել է, վերջ։ Մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, եթե օրինակ Հոբին կարող էր սատանան մեղադրել, ինձ ու քեզ ոչ ոք չի կարող մեղադրել, մեր մեղադրականը ջնջվել է։ Պատկերացնում ես երկնքում էլ ոչ ոք չկա ասի Աստծուն, բայց ինչ է քո զավակը խափում էստեղ, գշերքի մեջ խափեց, կամ չգիտեմ խոսքի մեջ խափեց, կամ ինչա էս անում են, չկա այդ մեղադրողը։ Մեղադրական այն չկարար մեղադրվեր, մեր հանցանքները ներված է, վերջ։ Ասա մեր հանցանքները ներեց, ու մեր դեմ եղող բոլոր մեղադրական հրամանագիրը ջնջել է։ Դա կատարյալ ներում է, լիարժեք, ամբողջական։ Ու քեզ պետք չի
Եթե ներված է, ուրեմն չկա Աստված քո դեմ ոչինչ չունի։ Իր որդին ապահովել է այդ։ Ոչ թե որ ես ու դու լավն ենք, այլ որտեղ իր որդին ապահովել։ Հոգևոր պատերազմի առաջի կանոնը կատարյալ տոտալ ներումը հավատալն է, ճանաչելն է։ Որտեղ թշնամին գալու է քեզ խոցի, ասի, դու հլես եսպես ես անում, բա ոնց Աստված հիմա քեզ նայում, դու երևի դուր ես բացել սատանայի համար։ Եթե դու կատարյալ ներված ես, ուրեմն կատարյալ պաշտպանված ես։ Գիտեք ինչքան սուրբեր դարեր պայքարել են մեղքերի դեմ, մեղքերի համար, ու միշտ իրանց զգացել են անարժան, մերժված, կիսատ, զրկված Աստծո ներկայությունից, փոխանակ համարձակությամբ գան շնորհածաթորի առաջ, որովհետև չեն կարողացել հավատալ կատարյալ ներմանը։ Ու քանի որ չես հավատում կատարյալ ներմանը, խոցելի ես դառնում, խղճմտանք է գալու քո կյանքի մեջ։ Դու կատարյալ չես, բայց դու կատարյալ ներում ունես։ Դու սխալվելու ես, այս չէ որ հալելույա ես սխալվում եմ, բայց հալելույա որ իմ սխալի համար ներում կա։ Իր արյունը կատարյալ ծածկել է։ Դա համար ոչ չի կարող չարախոսել քեզ, ոչ քո խշմտանքը, ոչ սատանան, ոչ դևերը, ոչ մրթմրթացող հարևանդ կամ չգիտեմ ով։ Դու կատարյալ ներված ես։ Սա կարևոր տեղ է, որ քո խշմտանքը մաքրվել է այդ արյունով։ Այդ արյունն է մաքրել քո բարի տրամադրվածությունը չի արել։ Դա իր արյունն արել։ Ինչ է Պողոս անդրադառնում թլպատության թեմային։ Ես նկատում եմ օրինակ հռոմեացիների նամակում էլ այստեղ էլ իր համար սիրելի թեմա է։ Դա ինքը հրեա էր, ռաբի էր, հրեաների համար թլպատությունը ամենա ուժեղ դովոտն էր, այդպես ասած, փաստարկն էր, որ իրենք յուրահատուկ ազգ են։ Աստված իրենց հորը Աբրամին ասեց, որ ես ուխտ եմ կնքում քո հետ, 15-րդ գլուխն է Ծննդոցի, Աստված հատուկ ուխտ կնքեց Աբրամի հետ։ Եվ Աբրամի ուխտը առաջին եւ այն յուրահատուկ ուխտն էր, որով առաջին անգամ Աստված խոստացավ թագավորություն, խոստացավ փրկչին, խոստացավ առանձնացնել իր ժողովրդին։ Մինչև այդ բոլորը ուխտերը ընդհանուր էր։ Նոյի ուխտը ընդհանուր էր, Ադամի ուխտը ընդհանուր էր։ Բայց հիմա Աստված մի մարդու հետ է ուխտ կնքում եւ իր սերունդի եւ դրանով առանձնացնում Աբրամի միջոցով մնացած բոլորի հետ ուխտը, որը մնում էր Նոյի ուխտը եւ Աբրամի հետ յուրահատուկ ուխտը, հատուկ հարաբերությունը։ Ու այդ հատուկ հարաբերության նշանը թլպատությունն էր։ Ու Պողոս անդրադառնում է թլպատությանը, մասնավորապես նաև այն պատճառով, որ հրեաները, որոնք Կողոսիայում էին, գուցե փորձում էին այդ, որ Պողոս ասում էր, ոչ չդատի ձեզ ես, որ դուք այս տոնը չեք պահում, այն տոնը չեք անում, այդ ամսագլուխը չեք պահում, չգիտեմ շաբաթը չեք պահում, այս չեք պահում, դրանք հրեական բոլոր կամ սննդակարգերը հրեական բաներ էին։ Բայց անդրադառնում է ասելով, որ դուք թլպատվել եք ոչ թե սովորական թլպատությունով, այլ Քրիստոսի թլպատությունով։ Ինչ է նշանակում այդ Քրիստոսի թլպատությունը։ Մասնավորապես Պողոս ասում է, այդ Քրիստոսի թլպատությունը կատարվել է մկրտության ժամանակ։ Եվ որ մենք մկրտվեցինք այդ ժամանակ մեր հոգևոր սրտի թլպատությունը, ինչ որ երկրորդ օրինացում Աստված խոստացել էր, ասեց ես ոչ թե ձեր մարմինն եմ թլպատելու, մի օր ասեց ես ձեր սրտերն եմ թլպատելու։ Հիմա Պողոս ասում է, որ այդ խոստացված երկրորդ օրինացում խոստացված թլպատությունը, դա Քրիստոսի թլպատությունն է ու մեր թլպատությունն է։ Մենք ֆիզիկապես չենք թլպատվել, բայց մենք թլպատվել ենք հոգևոր ձևով, Քրիստոսի մեջ, Քրիստոսի թլպատությանը, որը նշանն էր։ Թլպատություն բառը, թլպատելը, Եբրայերենում խոսք բառն է։ Այո, եբրայերենում խոսք բառն է, թլպատություն բառը։ Միլան բառը, որը խոսք է նշանակում, բրիտ միլան թլպատություն է նշանակում, որը նշանակում էր ուխտի խոսք։ Եվ որ Աստված ասեց թլպատել, ոնց որ խոսք տալ։ Դրա համար եթե նկատում եք, թլպատում էին այն ժամանակ կամ հիմա էլ եթե թլպատում ինչ որ սուր գործիքով, չէ, դանակով։
Նկատեք հայտնության մեջ Հիսուսի բերանից սուր է դուրս գալիս։ Հոգու սուրը։ Նկատել եք, որ Եբրայեցիս 4:12 Աստծո խոսքը ինչպիսին է, զորավոր եւ երկսայրի սրի նման, որտեղ համարվում էր, որ խոսքը բերում էր այն ասված խոսքը, որտեղ ուխտի ժամանակ խոստում կար, ու դու այդ խոստման տերն էիր։ Եթե դու այդ խոստումը չէիր կատարելու, ուրեմն քեզ մահ էր սպառնում։ Ուխտը կյանքի ու մահվան խնդիր էր։ Ու երբ որ Աբրահամի հետ Աստված ուխտ կնքեց, հետո տվեց թլպատության նշանը, տարօրինակ բան արեց Աստված։ 15-րդ գլխում տեսնում ենք 86 տարեկան Աբրահամ, Աստված Աբրահամի հետ ուխտ է կնքում, հետո 99 տարեկանում նորից է խոսում։ 14 տարի լռեց Աստված Աբրահամի հետ։ Գիտեք ինչի՞։ Որտեղ Աբրահամը չլսեց Աստծուն եւ գնաց Հագարից որդի ունեցավ, երբ որ այդ որդին 14 տարեկան էր դառնում, ժառանգորդ պետքա դառներ արդեն, եւ Աբրահամ պետքա իրեն ժառանգություն տար, Աստված միջամտեց, խոսեց նորից, ու երբ որ Աստված ասում է քո սերունդին ժառանգորդ եմ դարձնելու եւ այլն, Աբրահամն ասում է հենա Իսմայելը կա, թող ապրի։ Աստված ասում է չէ, ըստ դրա համար եմ եկել, որ դու իրան չտաս ժառանգությունդ, մարմնին չտաս ժառանգությունդ, մարմնավոր իրականությանը չտաս ժառանգությունդ, քո ժառանգությունը մարմնի մեջ չի, մարմնավորության մեջ չի։ Իմ խոստումները, իմ ուխտը հավիտենական հոգևոր երկնային ուխտ է, ոչ թե մարմնավոր։ Եվ հետո տվեց թլփատության նշանը։ Թլփատությունը ցավոտ ու պարզացնող երևույթ էր մարմնի համար։ Հիշում եք, երբ որ Հակոբի երկու որդիները Սյուքեմցիներին խաբեցին, որ թլփատվեն, ու մի քանի օր հետո, երբ որ ցավերի մեջ էին գրված, մտան ու ողջ քաղաքը սրի քաշեցին տղամարդկանց, որտեղ ոչ մեկ ի վիճակի չէր շարժվելու։ Թլպատությունը ճիշտ այդ մարմնի պարալիզացումն էր, մեղքի մարմնի։ Դա համար Պողոս ասում է մեղքի մարմնի մերկացումով թլպատությունը։ Ճիշտ ոնց որ Հիսուսի թլպատությունը, ինչպես ֆիզիկական թլպատությունը տղամարդու հետ ուժեղ առողջ մարմինը պարալիզացնում էր, այդպես Քրիստոսի թլպատությունը մեղքն է պարալիզացնում քո կյանքում, որ ուժ չունենա իմ ու քո կյանքում։ Պատկերացնում եք, դրա համար էլ ուժը չպետք է տիրի ձեր մարմինների վրա, ձեր անդամների վրա, ասում է Պողոս առաքյալը։ Որտեղ իր թլպատությունով կտրվել է իր ազորությունը, Քրիստոսի թլպատությունով, անձեռագործ թլպատությունով։ Այդ մեղանչական բնությունը, որ մեր մեջ էր, որ բոլորի մեջ է, Ադամից ժառանգած, Քրիստոսի թլպատությունը կտրել է իրան, որտեղ թլպատությունը կտրում էին։ Ու Աստված ասում էր, ոնց որ ինչը կտրում էին կեղտ էր, պիղծ էր, չար էր, վատ էր, պետք է դեն նետել։ Դա համար հետո Պողոս ասում է, ուստի դուք էլ դեն նետեք կռապաշտությունը, ագահությունը, մեղքը, ճիշտ ոնց որ այդ թլպատությունից հետո պետք է դեն նետել, քանի որ թլպատվել է սիրտդ, քանի որ դու Քրիստոսի թլպատությունն ես ապրել, կարող ես դեն նետել այն ինչը մեղք է, ինչը հաճելի չի Աստծուն, ինչը հակառակ Աստվածային բնությանը, որով լեցված ես Քրիստոսի մեջ։ Դա համար կարող ես դեն նետել։ Մի ասա չի ստացվում, փորձի։ Եթե դու իրապես թլպատվել ես Քրիստոսով, ամեն ինչ կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Ու ինչպես մարմնավոր թլպատությունը նշան էր, Աբրահամի ուխտի, այնպես էլ Քրիստոսի թլպատությունը նոր ուխտի վկայության նշանն է, որ մի կողմից մենք մեղքի ներկայությունը կա մեր կյանքում, եւ որ կունենանք նոր մարմին, մեղքը չի լինի ներկա։ Մեղքը ներկա է մեր կյանքում, եկեք անկեղծ լինենք, որտեղ դեռ էս ֆիզիկական մարմինը հին ժառանգություն ունի։ Եվ իր մեջ կա մեղքի ցանկությունները, բայց իրանք արդեն թլփատված են, այդ մեղքի բնությունը կտրված է ինքը։ Ինքը չպետք է իշխի մեր վրա։ Ու մենք Հիսուսի մեջ իրավունք ու իշխանությունն ենք իշխելու։ Երբես վերջի անգամ քո նախանձի վրա խոսել։ Երբես վերջի անգամ քո ագահության վրա խոսել։ Երբես վերջի անգամ քո անհավատության վրա խոսել։ Երբես վերջի վրա քո չգիտեմ չարության վրա խոսել։ Երբես կտրել դեն նետել։ Ու ունես այդ իրավունքը։ Մեզ համար հոգևոր պատերազմը սատանային ստեղ-ընդեղ դևերին քշելն է։ Հոգևոր պատերազմը քո սրտում գործելն է Աստծո զորությունով։
Քո սիրտը բերելն է Աստծո առաջ։ Քո ու իմ, ես իմը դու քոնը։ Հոգևոր պատերազմը մի կողմից ճանաչելն է մեր մեղավորության խորությունը, մյուս կողմից Աստծո շնորհքի մեծությունը։ Դա համար մեկը կարող է ասի Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ, որպեսզի մեղավորներին փրկի, որոնց գլուխը ես եմ, բայց նույն մեկը ասի ամեն բան կարող եմ անել ինձ զորացնող Քրիստոսով։ Սա մեկն է, ով հասկացել է, որ ինքը մեռել է Քրիստոսի մեջ եւ հարություն առել Քրիստոսի մեջ։ Ով մի կողմից հասկանում է իր մեղավորության խորությունը, բայց մյուս կողմից ուրախանում է իր արդարացված լինելու մեծության մեջ, որ իր այրունով ես ունեմ մեղքի թողություն, մեղքի ներում։ Մի կողմից ասում ենք, եթե մենք ասենք մեղք չունենք, ստում ենք, առաքյալն ասում, չի ասում չունեք, այսինքն ինքը սուրբ էր մյուսներ ունեն։ Ասում եթե ասենք չունենք, բոլորս, առաքյալ Հովհաննեսն ասում։ Բայց մյուս կողմից ասում ենք, որ գառնուկի այրունը սրբել է ինձ։ Փառք Իրան։ Այդ ուխտը կնքվեց կտրելով, դրա համար թլպատությունն էլ կտրելով էր։ Եթե կարդանք Ծննդոց 15-ը, տեսնում ենք, որ երբ որ Աստված Աբրահամի հետ որոշեց ուխտ կնքի, այդ կնքել բառը չկա բնագրում, գիտեք։ Կա կտրել բառը։ Աստված Աբրահամի հետ ուխտ կտրեց, դա գրված։ Բնագրում կտրել բառն է եբրայերեն։ Այդ ոնց որ մենք էլ ենք ասում, չէ՞, դատաստան կտրել։ Կտրել նշանակում է վերջնականացնել, չէ՞, վերջ։ Ու իրականում մնացած բոլոր ուխտերը դա Աբրահամի ուխտի շարունակությունն են, որտեղ այդ կտրված ուխտ էր, տենց ասած։ Ու ինչ ասեց Աստված Աբրահամին, երբ որ խոստացավ, որ այդ ուխտ պետք անի, ասեց վերցրա երիտասարդ անասուններ, կտրի մեջտեղից եւ երկու կողմերից դիր, ու ես կգամ, կանցնեմ իր միջով եւ քո այդ ուխտ կկնքեմ։ Աբրահամը կտրեց ու սպասեց։ Եվ որ արևը մայր էր մտնում, գրված է թռչուններ եկան, սկսեցին լեշեր, երևի ագրավներ կամ անգղեր եկան, Աբրահամը սկսեց քշել իրանց։ Աստված տեսավ Աբրահամը բան չի հասկանում, ինչ պետք է անի, քնեցրեց Աբրահամին։ Այդպես գրված է, որ մահվան քուն եկավ Աբրահամի վրա։ Ու Աստված անցավ այդ երկու կեսերի միջով, բայց Աստծո անցնելը երկու էլեմենտ էր, վառվող հնոց կամ թոնիր, հայերեն ասած, և ջահ, մխացող կներեք հնոց և վառվող ջահ, երկու էլեմենտ անցավ։ Աբրահամը քնած Աստված Աբրահամի հետ ուխտ է կնքում, ուխտ կնքելուց, ուխտ կտրելուց պիտի երկու կողմն էլ ներկա լինեին, իրենց խոստումի բառեր ասեին, ու այդ ուխտը վավերացվում էր, երկուսով այդ արյան ուխտ էր, հա, կտրում էին այդ ուխտը, երկուսը իրենց խոստումներն էին տալիս, իրենց պարտականություններն էին վերցնում ու անցնում էին միասին։ Աբրահամը քնած էր, մեռած էր։ Ով ուխտ արեց այնտեղ։ Աստծո որդին, Աբրահամի սերունդը ուխտ կնքեց Աստծո հետ մեր փոխարեն, մեր համար։ Ու այդ ուխտը երկու կարևոր էլեմենտ ուներ։ Ծխացող հնոցը, անժամանակ հնոցը կամ վառարանը կամ թոնիրը, հա, կերակուրի տաքության, ապահովության խորհուրդն էր։ Սա ապահովության ուխտ է։ Քեզ երբեք չեմ թողնի, երեսից չեմ ձգի։ Դու երբեք անտեսված չես լինի։ Քո կարիքները, քո ցանկությունները, քո երազանքները, քո ամեն ինչը իմն է, ասում Աստված։ Դուք մտածում եք Աստված միայն անհանգիստ է ինչ որ իր որոշակի բաների համար, Աստված քո համար անհանգիստ։ Աստված ուխտ կնքեց Աբրահամի համար, ոչ իր համար։ Ու դրանից հետո որ Աբրահամը ինչ էլ սխալներ էր անում, Աստված գալիս էր որպես իրենն էր խոսում։ Աբրահամի սխալը Աստծո սխալն էր։ Աբրահամի օրհնությունը Աստծո օրհնությունն էր։ Ինչ որ կար Աբրահամին Աստծունն էր։ Ու եթե տեսնում եք դրանից հետո Աստված ուխտից հետո 18-րդ գլխում Ծննդոց Աստված գալիս Աբրահամին ասում որ գնալ ո՞նց թաքցնեմ Աբրահամից ասում այն ինչ պետք է անեմ Սոդոմ Գոմորին։ Ինչ չի թաքցնում։ Ուխտ ունի իր հետ։ Ջահը այդ հայտնության, առաջնորդության ջահը պետք է մթի մեջ գնալու առաջ։
Մենք բոլորս աշխարհի մթի մեջ ենք, վաղ ինչ պիտի անենք, մյուս օրը, մյուս տարի, մենք չունենք մեր կյանքի ընթացքի նկարագիրը, Աստված ունի։ Աստված գիտի ուր է մեզ ուզում տանի, որն է մեր լավագույն ապագան, որն է մեր լավագույն օրը վաղվա, ինչպիսին պետք է լինի ինքը, մի տարի, 5 տարի, 10 տարի, 20 տարի հետո որտեղ պիտի լինես դու, ես, գիտի Աստված ու ուզում անդեղ։ Ջահը ուխտի առաջնորդության նշանն է, որ Աստված ինձ ու քեզ առաջնորդելու է, այս ուխտը առաջնորդության ուխտ է։ Ինքը քեզ չի թողում ուղղակի այտենց գուշակես թե որն է ճիշտ, ինչպես է ճիշտ։ Համար իր հոգին է տվել, որ ինձ ու քեզ առաջնորդի ճշմարտության։ Երկու բանի համար երբեք չեն կարող կասկածել Աստծուն։ Իր ապահովության եւ իր առաջնորդության, իր կամքը հայտնելու։ Պողոսը սկսում է հենց Կողոսացիների նամակը, Պողոս Հիսուս Քրիստոսի առաքյալ Աստծո կամքով։ Գիտեք Աստծո կամքը ինչ հետաքրքիր հատկություն ունի։ Աստծո կամքը անփոփոխ է։ Գիտեք ինչի Աստծո կամքը անփոփոխ, որտեղ Աստծո գիտելիքն է անփոփոխ։ Աստված գիտի ամեն ինչ, ամենագետա, չէ՞։ Եթե դու գիտես ամեն ինչ, կարիք չունես փոխելու քո կարծիքը։ Կարծիքները փոխվում են, որովհետև գիտելիք չկա։ Օրինակ մի ժամանակ կարծում էին բժշկության, գիտության մեջ կան բաներ փոխվեց, չէ՞։ Մի բան կարծում էին, հետո ինչ-որ բան ճանաչեցին, փոխեցին կարծիքը։ Ամեն 20 տարին մեկ բժշկությունը թարմանում է, փոխում է իր կարծիքը։ Ինչ-որ սննդակարգ ասում էին, «Օ, սա արգելված է, չի կարելի», մի 5 տարի անցավ, հիմա ասում են, «Կերեք, առանց սրա չի լինի»։ Մեր գիտելիքի փոփոխությունը փոխում է մեր կամքը, մեր վերաբերմունքը։ Աստված ունի ողջ գիտելիքը։ Ինչ որ կա, ինչ որ կլինի, ինչ որ եղել է, ինչը կարող էր լինել եւ ինչը չէր կարող լինել, Աստված գիտի ամեն ինչ։ Ինչը հնարավոր է իմանալ, Աստված գիտի։ Դա համար է որ Աբրահամի հետ ուխտ է կնքում Աստված Ծննդոց 15-ում։ Խոսում ապագայի մասին, ասում է՝ «Ստույգ իմացիր, քո սերունդը իրենը չեղող երկրի մեջ 400 տարի չարչարվելու է»։ Ստույգ իմացիր։ Չի ասում, գիտես, sense մտածում եմ կարող է, գիտեք, sense ստացվի մի 400 տարի հետո երևի։ Ասած 400 տարի հետոյի համար խոսում է ստույգ, ոնց որ հիմա ես տեսնում եմ այն 400 տարի կա հետո։ Ինչպես կարող է իր կամքը փոխվի, երբ որ ինքը գիտի միշտ ամեն ինչ։ Աստծո կամքը անփոփոխ է։ Աստված գիտի միշտ եւ գիտի ամեն ինչ։ Դա համար իր ապահովությունը մշտական է, իր առաջնորդությունը մշտական է։ Հոգևոր պատերազմի կարևոր մասը Աստծո ուխտի մեջ մեր ապահովության ու իր առաջնորդության ապահովությունը վստահ լինելու մեջ։ Դու ապահովության ուխտ ունես։ Եթե Աբրահամի ուխտը ուներ դա, որքան առավել Քրիստոսի ուխտը։ Աբրահամի ուխտի ժամանակ կտրեցին։ Մեր ուխտի մեջ էլ է կտրվել եղել։ Բայց արդեն կենթանուն չկտրեցին։ Եսայի 53:8-ը ասում է նա կտրվեց կենթաների երկրից իմ ժողովրդի հանցանքի համար զարնվեց։ Հիսուսը կտրվեց կենթաների երկրից։ Հիսա հարավացը վերջին ընթրիքին գրված է կտրեց, չի գրված կիսեց, կտոր հանեց, գրված է կտրեց։ Ոսեց այն մարմինն է, որ կտրվում է ձեզ համար։ Ճիշտ ոնց որ այդ ուխտի կենթանին էր կտրվեց, որ Աբրահամի ուխտը կնքվի Աստծո։ Այդպես էլ Հիսուսի մարմինը կտրվեց, որ իմ ու քո հետ Աստված ուխտ կնքի։ Ու ինչ եք կարծում, եթե Աբրահամի ուխտը այդքան հաստատուն մնաց, մեր ուխտը Աստծո հետ Հիսուսի միջոցով, այդ կտրված իր որդու միջոցով, Աստծո գառի միջոցով հաստատուն չի։ Իր ապահովությունը, իր առաջնորդությունը նրանք մոռանում է Աստված, դնում է երրորդական տեղ, ավելի կարևոր գործեր ունի Աստված։ Ես ու դու ենք իր կարևոր գործը։ Մեր համար իր որդուն է կտրել Աստված։ Պատկերացնում եք։ Ինչ որ մեկի համար ձեր որդուն կտակ։ Բայց Աստված տվեց մեր համար, կտրեց ավելին մեր համար։ Երբ որ մենք հաղորդությանը կտրում ենք այդ հացը, մենք հաստատում ենք այդ ուխտը, որ մենք հավատում ենք Աստծո ապահովմանը, Աստծո առաջնորդությանը, Աստծո հայրությանը։ Քանի որ այդ ուխտի մեջ ենք, դրա համար էլ կտրում ենք մեր կյանքից
մեղքի եւ այլ իրականությունները եւ հագնում ենք։ Գիտեք, հետաքրիր լեզու թլպատության համար մերկանում էին։ Դե մերկանաս որ թլպատվես, բայց այդ ասում է հագնում ենք գութը, ողորմությունը, քաղցությունը։ Մերկանում ենք որ դեն նետենք, բայց հագնում ենք գութ, ողորմություն, քաղցություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն, սեր, որը կատարելապես կապում է ամեն ինչ միասին։ Սա մեր ուխտն է։ Ու սրա մեջ է մեր հաղթությունը։ Սատանան դրանից է վախենում, որ ես ու դու չիմանանք հանկարծ ինչ ժառանգությունն են Քրիստոսի մեջ։ Ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Հոգևոր պայքարը սկսում է այնտեղից, որ ես մեռա ու իմ կյանքը պահված է Քրիստոսի մոտ։ Ապահովը։ Մենակ այդ մահվան համար Պողոսը 2 անգամ եթե ասում։ Ասում է եթե Քրիստոսի հետ մեռաք, էլ ինչու եք այսպես։ Եթե Քրիստոսի հետ հարություն առաք, էլ ինչու այսպես չեք։ Եթե մեռաք, ինչու եք այսպես։ Եթե հարություն եք առել, ինչ այսպես չեք։ Եթե մեռաք, ինչ եք կանոններին ենթարկվում եւ ոչ թե Քրիստոսի մեջ թլփատության ազատությունով եք ապրում։ Ու եթե հարություն եք առել, ինչ գութը չկա, ինչի ողորմությունը չկա, ինչի երկնայինը չեք մտածում։ Երկնայինը, այդ ինչ որ տեսիլքները չի երկնային, չգիտեմ, Երուսաղեմի փողոցները, տանիքները, ոսկին եւ այլն, ովքեր այդ տեսիլքներն են բերում չակերտավոր բնավ գաղափար չունեն ինչա երկինքը։ Երկնային հենց այդ է, գութը, ողորմությունը, որտեղ Աստված է, սերը։ Որտեղ Աստված սերը։ Ուզում ես երկնքով ապրես, սիրով ապրիր, կատարելության կապով։ Հիսուսի ուխտի նշանը, սիրո նշանն է։ Ու նա ունի ողջ իշխանությունն ու կառավարումը, դա սիրո կառավարումը ու սիրո իշխանությունը։ Ստեղ է մեր պատերազմի առաջի կարևոր հաղթանակը, երբ որ ես գիտեմ ով եմ Քրիստոսի մեջ, ես գիտեմ ինչ ունեմ Քրիստոսի մեջ։ Դա մանից չի կարող վախեցնել, հուսահատեցնել, ասել տես աղոթեցիր չեղավ, դու փող էիր ուզում աշխատավարձը չավելացրին, Աստված չի լսում քո աղոթքները։ Ու դու հավատում ես պարագային, ոչ թե հավատում ես քո ուխտին Աստծո մեջ, որ Աստված քո ապահովող հայրն է։ Գուցե աշխատավարձը չի ուզում ապահովի քեզ։ Գուցե ընդհանրապես չի ուզում այդ գործում լինես ինքը։ Գուցե ընդհանրապես դուրս գաս այդտեղից։ Աղոթում ես Տեր աշխատավարձը ավելացնեն, ինձ առաջ տանեն, հանում են գործից։ Լավ են անում։ Դու մեռար քո կյանքը պահված Աստծո մեջ, Քրիստոսի հետ։ Կամ այոյա, կամ ոչա։ Կամ ընդեղա, կամ ընդեղ չի, կողմնորոշվի։ Դու կամ թլփատվել ես Քրիստոսի հետ, կամ դեռևս աշխարհում ես կենթանի։ Կամ կենթանի ես Աստծո համար, կամ աշխարհի համար։ Երրորդ չկա տարբերակ։ Ու եթե հարություն եք առել Քրիստոսով, եկեք փնտրենք երկնայինները, որտեղ Քրիստոս է հոր աջին։ Ամեն։ Եկեք անգնենք իր առաջ։ Անպարտելի են նրանք, ովքեր Քրիստոսի մեջ են հարություն առած, կատարյալ ներումով, կատարյալ վստահումով Աստծո կամքին, իր ապահովությանը եւ իր առաջնորդությանը։ Ամեն։ Փառք Տեր։